Օրերս մեկնարկել են պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագրի նոր 4-րդ փուլի շահառուների հետ անհատական հանդիպումները, որոնց ընթացքում ծրագրային թիմը մշակում եւ վերջնական տեսքի է բերում յուրաքանչյուր մասնակցի անհատական զարգացման պլանը։ Արդեն 4-րդ տարին է, որ «Իմ քայլ իմ նաթրամը» գիրականացնե պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը։ Այս անգամ Քյարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արաքածոտնի մարզերում ունենք 114 մասնակից։ Նախորդ 3 փուլերի արդյունքում ունենք 184 շահառուներ, որ ունին իրենց գործող բիզնեսները Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ծրագրի 4-րդ փուլի մեկնարկն էր անցած հոկտեմբերին, մենք արդեն ավարտել ենք իրազեկման հանդիպումները 4 մարզերում եւ իրականացուցել ենք մասնագիտական կողմնորոշման ճամբար, որը հիման վրա դասընթացավարների հետ աշխատել է յուրաքանչյուր մասնագիծ լրացրել է իր անհատական պլանը։ Մասնագիտական կողմնորոշման ճամբարը նպաստեց մասնագիծների ոգեշնչման եւ քաջալերման եւ ավելի հավատալուն այս ծրագրին եւ կողմնորոշվելու իրենց ապագայի հանդեպ։ Ճամբարը ավարտելուց յետք այժմ մենք այցելեցինք Քյարքունիք մարզը, ունեցանք անհատական հանդիպումներ յուրաքանչյուր մասնակցի հետ, որպեսզի կարիերայի անհատական պլանը ավելի զարգացնենք, մշակենք եւ հասցնենք վերջնական տեսքի։ Յուրաքանչյուր մասնակից արդեն գիտե ինչ գործարար ծրագրի վրա պիտի աշխատի եւ ինչ վերաբերական դասընթացներու պիտի մասնակցի, կմեկնարկենք այդ բիզնես կառավարման եւ պլանավորման դասընթացների փուլը փետրվարին։ Ծրագրի այս փուլը ավարտելուց յետք հիշված 4 մարզերում մենք հպարտ արդեն կհայտարարենք, որ ծրագիրը իրականացրել ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ ոգեշնչված արդյունքներից ավելի ուժ հավաքած արդեն կանցնենք իրականացնելու ծրագիրը Երևան քաղաքում։ Այս փուլում մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո շահառուները ստանում են վերջին խորհրդատվությունները եւ ուղղորդումներն իրենց գաղափարների եւ պլանների շուրջ։ Նրանցից շատերն արդեն պատրաստվում են մասնակցել բիզնեսի պլանավորման եւ կառավարման կամ նախընտրած նեղ մասնագիտական ոլորտների դասընթացներին։ Ընտրված ուղղությունները բազմազան են, սկսած գյուղատնտեսությունից մինչև արտադրություն, տարաբնույթ մասնագիտություններից մինչև մեղվաբուծություն։ Այս գործընթացը ոչ միայն օգնում է մասնակիցներին հստակ քայլերով առաջ գնալ դեպի իրենց ուղին, այլև մոտեցնում է այն օրվան, երբ այս քննարկման սեղանի շուրջ ծնված գաղափարները կդառնան իրականություն։ Ծրագրի մասով տեղեկություն իմացել եմ իմ ընկերներից։ Իմ բիզնես ծրագիրը ոչխարաբուծությունն է, ուզում եմ ոչխարաբուծությունով զբաղվեմ իմ համայնքում, իմ գյուղում, ու չեմ ուզում եմ, որ իմ գյուղից հեռանամ, այնտեղ ուզում եմ ապրեմ, այնտեղ իմ բիզնես ծրագիրը ստեղծեմ, մեծացնեմ ու ավելի լավ արդյունքների հասնեմ դրանով։ Ծրագրի մասին իմանալու ընթացքում ես ունեի գործող բիզնես, աշխատում էի, ծրագրին ճամբարին մասնակցեցի, այդ ընթացքում դասատուները, դասվարները ինձ տարբեր մտքեր տվեցին, որից հետո ես իմ որոշումը փոխեցի ու հասկացա, որ ավելի լավ է ես կոնկրետանալ իմ մասնագիտության վրա եւ հետագայում աշխատեմ որպես ատամնաբույժ։ Ծրագրի ղեկավարից տեղեկացա, որ մինչև հոկտեմբերն է լինելու ավարտը ծրագրի եւ հուսով եմ ծրագրի շրջանակներում մինչև հոկտեմբերը Մարտունի քաղաքը կունենա նոր մասնագետ։ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը, աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումն ամենաարդյունավետ ճանապարհն է ապահովելու անհատի ներգրավումը հասարակության մեջ, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը եւ սոցիալական բարօրությանը։